Շանթի ուղի եթերը շարունակում է հորիզոնը եւ մենք տաղավարում հյուրընկալել ենք Ֆելիքս Սոլակյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն պարոն Սոլակյան, մեր հրավերը ընդունելու համար եւ սկսենք միանգամից մեր զրույցը։ Հայաստանի Հանրապետության նախագահի վերահսկողության ծառայության պետ, բայց որոշել եք նաեւ առաջադրվել պատգամավորության թեկնածու։ Բնականաբար առաջին հարցը ինչու։ Նախ որ թեկնածուն ինքը չի առաջադրում իրեն թեկնածու։ Թեկնածուին առաջադրում է կուսակցությունը, որևէ կուսակցություն, որովհետև չկա այսօր մեծամասնական ընդրակարգ, եւ իր կառավարման համակարգը փոխում է, դառնում է խորհրդարանական կառավարում, փոխում է պատգամավորի ստատուսը, չասեմ ավելի հրապուրիչ կամ ավելի գրավիչ է դառնում, բայց կա ավելի անելիք այս անգամ։ Ու ես ճիշտ ասած երկար մտածելուց հետո, երբ որ առաջարկությունն եղել է գրանցվելու հետ կապված, ես ընդունել եմ, որովհետև գտնում եմ, որ իմ ունեցած հնարավորությունները, իմ գիտելիքները, տեսափորձը կարող եմ ի նպաստ մեր ժողովրդի ինչ-որ բան անել, խորհրդարանում, առավելևս մեր փոքր հայրենիքի Շիրակի համար։ Սա է եղել իմ դրդապատճառները, այսպես ասենք, որոնց պատճառով ես հայտնվել եմ այս ցուցակում։ Դուք կուսակցական եք։ Ոչ։ Կուսակցական չեք։ Փաստորեն փոխվում է նաև կառավարման մոդելը, մենք դառնում ենք խորհրդարանական հանրապետություն, ուժեղանում է խորհրդարանի տերը։ Կոնկրետ ինչ քայլեր եք նախատեսում կատարել կամ ինչպես եք փոխելու, ինչն եք փոխելու, որոնք հնարավոր չէր փոխել, ասենք Շիրակի մարզպետի պաշտոնում կամ նախագահի վերահսկողության ծառայության պետի պաշտոնում։ Պատգամավորը ինչ լիազորություններով կամ ինչ քայլերով եք դուք գնալու։ Բոլորին տարբեր բաներ են սրանք, մարզպետը, գործադիր իշխանություն եւ խորհրդարանական աշխատանք։ Ես պատկերացնում եմ, որ խորհրդական աշխատանքի դեպքում կարող եմ նոր մի քիչ առաջ ասացի նպաստ բերել օրենսդիր դաշտում, օրենսդրական դաշտում։ Դա կօգտագործեմ ես իմ ունեցած հնարավորությունները եւ իմ նորից կգնեմ կենսափորձը, որովհետեւ կարողանամ օգնել այս դաշտում։ Երկրորդը, որ կա պահ, երբ որ մարդ սկսում է նայել իր անցած ճանապարհը, սկսում է վերլուծել, որի արդյունքում երևի կան հանգամանքներ, որոնք մարդուն բերում են մի ուրիշ դաշտ։ Եվ այս դաշտում ես երբեք չեմ եղել։ Եվ չեմ եղել ոչ պատգամավոր, ոչ քաղաքական գործիչ, այսպես ասեմ, որտեղ քաղաքականությամբ ես գրեթե չեմ զբաղվել, այսպես ասենք, որտեղ միշտ եղել եմ ես գործադիրում, տարբեր տեղեր, եւ առաջի անգամ է սա, որ ես փորձում եմ ինձ քաղաքականության մեջ։ Ու համոզված եմ, որ ստացվելու է, դա է պատճառը, որ ես փորձել եմ այս կողմը։ Ու չեմ կարող ասել ինչ կլինի, ինչպես կլինի։ Դա թողնում ենք ընդրողին, թողնում ենք ձայներ։ Բայց հստակ անելիքները տեսանելի են, թե ինչպես։ Ես տեսնում եմ, ճիշտ ասած, հիմա ես ասեմ, խոսեմ այն բաների մասին, որ ես կարող եմ անել կամ չանել, մի քիչ վաղ է, ժողովրդական խոսք ասում, առուն թռի նոր ասա, սեր բան կա, ես չեմ ուզում կանխակալ ասել, երբ որ կլինի ընտրություններ, երբ որ կստացվի ամեն ինչ այնպես, որ ասենք ես եմ ցանկանում։ Այս դեպքում արդեն խոսելի կլարի ուրիշ բան կլինի եւ ես կարող եմ այն ժամանակ բացատրել, ասել թե ես ինչ եմ տեսնում, որտեղ եմ տեսնում։ Հիմա որ ասեմ մի քիչ շատ բարի։ Դուք 3 տարի, մոտ 3 տարի աշխատել եք Շիրակի մարզպետ եւ նորից վերադարձել եք ակնկալելով շիրակցիների քնեն։ Ես չէի գնացել, որ վերադարձել եմ, երբ էի գնացել։ Դասպան չի եղել։ Նախ շատ կարճ ժամանակ է, որ ես բացակայել եմ։ Երկրորդը, ես չեմ հաշվել, որ ես դեպի Շիրակից գնացել եմ։ Mən նախորդ անգամներն էլ չեմ հաշվել, որ գնացել եմ։ Միշտ Շիրակի եմ եղել, շիրակցիները։ Այսինքն կապը միշտ պահվել։ Միշտ կապը պահել եմ։ Ես այսօր եթե վերցնենք հանրապետություն, կան ժամանակ Երևանում եմ աշխատել, բնական է, Երևանում շատ մարդ եմ ճանաչում, բայց այնքան ինչքան ես Շիրակում եմ ճանաչում, ոչ մտեղ չեմ ճանաչում։ Եվ հենց սա է պատճառը հանդիսած է։ Նաև, բավուց ես ճանաչում եմ եւ Գյուղերում, եւ Գյումրիում, կարելի ասել, այնքան մարդու, որ ես մեկ ուրիշ ընդհանրապես իր կյանքի ընթացքում չճանաչում։ Բայց լինելով Շիրակի մարզպետ, նաև պետք է քաջացանոթ լինեք այն խնդիրներին, որոնք այսօր շատ կուտակված են մեր մարզում, գաղտնիք չէ, որ Շիրակի մարզը ամենաաղքատ մարզն է, Շիրակի մարզում ամենաբարձր մեկօրցազրկության մակարդակը, Շիրակի մարզը նաև արտագաղթի տեմպերով է առաջինը,
որ խնդիրները կառանձնացնեք, որոնք են դուք բերելու հանրային օրակարգ։ Գիտեք, ես նորից անդրադառնամ իմ ասածին, որ հիմա ասելը մի քիչ վաղ է, բայց ասեմ հետևյալը։ Ես ծանոթ եմ Շիրակի բոլոր խնդիրներին։ Կարելի ասել բոլոր։ Եթե նոր խնդրեմ նորից առաջացել է, կարող է տեղյակ չեմ ես մի քանի ամսվա մեջ, բայց բոլոր մնացած խնդիրներին տեղյակ եմ։ Ես գիտեմ ինչ խնդիրներ կա կոնկրետ ենթադրենք։ Ես ինչ ճյուղում եւ ինչ խնդիր կա Գյումրիում։ Գյումրիի խնդիրները կարելի է զատել մարզի մյուս խնդիրներից։ Տարբերություն կա երկուսի մեջ։ Գյումրիում կա կոնկրետ ասենք աշխատատեղերի խնդիր, բնակարանային խնդիր եւ այլ եւ այլ։ Եվ կա քաղաքաշինության հետ կապված քաղաքային խնդիրներ, որոնք բազմազան են, բազմատեսակ բաներ կա։ Գյուղերում խնդիրը այլ է։ Այս խնդիրները ես կարողանում եմ իրայից առանձնացնել, գիտեմ մի բան, որ այդ խնդիրների լուծման հետ կապված ես ունեմ իմ կարծիքը, իմ պատկերացումները։ Ասել, որ այդ խնդիրները բոլորը լուծվող են, ու այդ կախված է մեզանից, որ ես պետք է գնամ այդ խնդիրները լուծել, սուտ կլինի։ Ես այդքան խնդիրը շատ խնդիրներ կան շատ ու բազմաբնույթ եւ խորքային խնդիրներ կան այստեղ, որոնց լուծման համար ուղղակի ճանապարհներ պետք է գտնենք, որ մենք բոլորս միավորված կարողանանք անել։ Այստեղ համերաշխության, իրար հետ աշխատելու, մի բռունցք կազմելու այս գաղափարը իմ կարծիքով պետք է լինի գերիշխողը։ Դրանք Շիրակից կլինեն падգամավորներ։ Այս падգամավորները բոլորը պետք է միավորվեն։ Միավորվեն խնդիրը կոնկրետ տնելու եւ լուծելու ճանապարհ ընտրեն եւ միասին փորձեն լուծել այն խնդիրը, որը իսկապես լուծելի երևում է, լուծում երևում է։ Եթե սա այսպես չարվի, մենք անդադ դժվարությունների կանենք։ Ցավոք սրտի միշտ չէ որ այս ձևը եղել։ Դուք հավատում եք, որ հնարավոր է падգամավորներին նորից համախմբել մի բռունց դարձնել, որովհետև շատ է անձնավորված, քաղաքականապես բաժանված։ Բնական եմ համարում, որ կարելի է դա անել։ Ես այդ միավորման հարցում կարող եմ հենց այդ դերը ունենալ, որ ես միշտ փորձել եմ ունենալ։ Շիրակում ենթադրենք, ամենամեծ գործը, որ ես կարողացել եմ անել իմ աշխատած տարիներին, համարում եմ հաշտության, համերաշխության մթնոլորտի ստեղծումը, բավականին շատ։ Չի հաջողվել ամբողջական անել դա, բայց այդ մթնոլորտը տիրել է։ Բոլորը մի բանի մասին են մտածել մոտավորապես առաջընթացի հետ կապված։ Ես կուզենայի, որ դա անենք նաև մյուս տեղերը։ Ես ինձ տեսնում եմ այդ տեղում։ Ես տեսնում որ կարող եմ ես նաև մարդկանց համոզել, միավորել, համախմբել։ Կարևոր չի գաղափարները, կարևոր չի որ կուսակցության ներկայացուցիչն դա թողնակ մի կողմ։ Բայց խնդիրները այնքան ծանր են, որ խնդիրը տեսեք ոնց եթե խնդիրը կա, խնդրի լուծման համար շահագրգիռ պետք է լինի եւ մյուս կուսակցության ներկայացուցիչ եւ այս կուսակցության կոնկրետ եթե հանրապետական է հանրապետական ներկայացուցիչ մյուսը բարգավաճ ներկայացուցիչ ուղղակի հարկավոր է սրանց ուժերը միավորել որովհետեւ մենք բոլորս միասին հասնենք այն նպատակին որի մասին ես խոսում եմ այսօր դուք հարցնում եք ասում են որ քաղաքականությունը այս տեսակետից հարմար հարթություն չէ դուք ոնց եք տեսնում նոր եք մտնում քաղաքականություն շատ բառեր կա քաղաքականության բնորոշելու ես չեմ ուզում ասել բայց քաղաքականությունը այստեղ քաղաքականության հարցը չէ այստեղ կոնկրետ խնդրի հարցն է խնդիրը լուծել դա չի նշանակում անընդհատ քաղաքականությամբ զբաղվել պետք չի ճոռոմ ճռճռան բառերով ներկայացնել ինչ-որ բան հարկավոր է կոնկրետ գործը տանել այդ գործը փորձել անել եթե ստացվի շատ լավ է եթե չստացվի հարկավոր է նորից գտնել ուղիներ այդ հարցով զբաղվելու մի քիչ այստեղ պետք է նպատակասլացություն հարկավոր է մի քիչ կամքի ուժ, որ մարդը գնա այդ ճանապարհով։ Հակառակ դեպքում չի ստացվի, բնական է։ Մեկ թևերը թափ տաս, ասես չեղավ, վերջացավ, այս ընդունել տարբերակ չէ։ Իսկ որ ասում եմ միավորել, այո, դա հնարավոր է։ Եղել է պահ, ես հիշում եմ, երբ որ Շիրակի շատ падգամավորներ կային, շարքով նստում էին իրար կողք բոլորը։ Լավ հիշում եմ այդ ժամանակները, սկիզբն էր, երբ որ ազգային ժողով էր ստացվում։ Հետո սկսեց փոխվել է իրավիճակը։ Նույնիսկ կուսակ բազմաթիվ ամեն մեկը տարբեր հայտումներում։ Ամեն մեկը մի խմբի հետ, մի թայֆի հետ, այսպես ասեմ, բանցես բաներ, ես որը իմ համար այդքան բան չի։ Այստեղ մարդը մեղավոր է, թե մեղավոր չի, թողնանք։ Այստեղ մարդու դերը մի քիչ ուրիշ է։ Բայց եթե կա միավորող, կա հետները նստող, բացադրող, չգիտեմ ինչ, եւ մարդիկ էլ մի նպատակ ունեն, այս դեպքում միավորվելը շատ հեշտ է։ Կարևոր է նաև բոլոր խնդիրների լուծման համար։ Շարժվենք առաջ եւ հաջորդ հարցը վերաբերում է նոր
ընտրակարգի նոր ձևաչափին, ընտրությունների նոր ձևաչափին։ Այս պարագայում պայքար է նախատեսվում ոչ միայն միջկուսակցական տեխնացուների միջև, այլև ներկուսակցական։ Ինչպես է գնահատում ընդհանրապես այս պայքարը։ Դրանից պայքարը ես մի քիչ հետաքրությունը շատ է իմ մոտ, հետաքրքիր է դարձել նույնիսկ պայքարը։ Առաջի անգամ եք։ Առաջի անգամ հետաքրքրություն կա մոտս, թե ինչ կլինի վերջը բանով ես հետաքրքրված եմ։ Բայց կա այսպիսի բան, պայքար ես չի ուզենա, որ վերածվեր դաժան պայքարի, չգիտեմ։ Բայց մեր տառապանքը երբեմն փորձ ունի, կա այսպիսի բան։ Կա նաև այո, լինելու է այդպիսի բաներ, որ նույն կուսակցության ներսում եղած տեխնացուները մեկը մյուսի հետ ինչ-որ հագասությունների մեջ կլինեն։ Հագասությունների մեջ կլինեն էլեկտորատի հետ կապված։ Հաճախ պատահում է այսպես, նույն կուսակցության ներկայացուցիչները աշխատում են նույն էլեկտորատի հետ, այսինքն նույն խմբի մարդկանց հետ, եւ այստեղ առաջանում են հակասությունները։ Բայց այդ հակասությունները բոլորը հնարավոր է հարթել շատ պարզ ձևով, եթե մեկը մյուսի հետ ունենա կոնտակտ, հեռախոսը վերցնի, զանգի մյուսին, ասի այսպեսի բան կա, ոնց անեք, որ էս չլինի։ Բայց իրականության մեջ հնարավոր է դա։ Լրիվ, հիմա դա արվում է շատ։ Դա չի երևում, մարդիկ չեն տեսնում, բայց կա արվում է։ Եղել է մենք տեխնացուների հետ խոսում ենք, ասում եմ, դուք էսի բան եք արել, իրանք ասում են, չէ, բեր չանենք այս բանը, ասում մի արեք այս բանը, կամ ինքն է ինձ ասում, թե այսպեսի բան է եղել, ասում հա եղավ, սրանից հետո ուշադիր կլինենք, որ այսպեսի բան չկրկնվի։ Եթե իհարկե դա տանում է կոնֆլիկտի, իհարկե դա տանում է սրացման։ Չեմ կարծում, որ Շիրակում պետք է հատուկ այդ ձևի բան լինի։ Ես ասեմ, այս այն դեպքն է, որ Շիրակում տեխնացուները կարող են շատ հանգիստ իրականացնել իրենց քարոզարշավը, շատ հանգիստ հասնել ֆինիշ, ավարտել այս process-ը եւ ոչ մեկը մյուսին կոպիտ բանով ասած չուտի։ Այն որ ասում են իրար տիրան բան։ Եվ ավելի երկուսից հետո երեքին կարողանան նորմալ իրար երես նայեն, իրար տեսնելու են, ոչ մեկը չի փախնելու։ Մարս բոլորը այստեղ են լինելու, իրար տեսնելու են, իրար հետ խոսելու են։ Մանավանդ նույն կուսակցությունների ներկայացուցիչները։ Եթե ինչի մասին դուք ասում եք։ Այո, հնարավոր է, պայքար է, այստեղ պայքար կա։ Ժողովրդական խոսքն ասում է, այստեղ միջոցները չեն ընդրում։ Այս ասեմ, չէ, միջոցները պետք է մեկ-մեկ զգուշը դրել։ Չի կարելի։ Գոտկատայից ներքև հարվածներ մեկը մյուսին չպետք է հասցնի։ Սա պարտադիր պայման է։ Ես այդ պայմանը խնդրեի, որ նաև մեր գոլեգաները լսեին, այն մարդիկ, որոնք հրտրել են, ես իրանց հետ խոսում եմ, հասկացող մարդիկ են, իշխները չեմ տեսնում այդ ձևի մեդին, որը չի հասկանում ինչի մասին է խոսքը, նորմալ է։ Շիրակի մարզում հասկանալի է, բայց ընդհանուր առմամբ նոր ընտրաձևը ասում են, որ պայքարը գնալու անձերի, անատների, փողատերերի միջև դուք գաղափարական պայքար տեսնում եք, վերջ-վերջո խորհրդարանական ընտրությունները եւ Հայաստանի ապակարգը։ Ցավոք, այստեղ կա թույլ սեփական քաղաքական պայքարի էլեմենտները բավականին թույլ են։ Կա այդպիսի բան։ Սա ավելի շատ անձերի, ավելի շատ բարեկամ, հարազատ, ընկերական շրջապատ էսեի պայքարի է նմանվում, բայց սա չի նշանակում, թե դրա հետևը գաղափարախոսություն չկա։ Կա գաղափարախոսություն, կա կուսակցություն գաղափարախոսություն։ Վերջին հաշվով վերջը գալիս է դրան։ Եթե մարդը նույնիսկ տեսեք, մարդ կա, որը տեխնացու է դառնում, բայց ինքը բանից հեռու է։ Գաղափարական։ Հա, այդ բանից հեռու է, բայց այդ մարդը ի վերջո իր արածով գալիս է նրան, որ այդ գաղափարը պետք է գերիշխի։ Հիմա գաղափարական է թե չէ, դուք ինքն եք դժվարացնում եք։ Մեր հասարակությունը պատրաստ է այդ գաղափարները վերցնելու գաղափարական պայքարի։ Շատերը ասում են, որ հասարակությունը ինքը պատրաստ չէ, քվեարկողն ինքը պատրաստ չէ, հետեւաբար դրա համար էլ գաղափարական կուսակցությունները կամ կուսակցությունների գաղափարախոսությունները երկրորդ պլան են դառնում։ Չէ, գիտեք, մենք մեր հասարակության բերեք չթերագնանք, հասարակությունը շատ լավ հասկանում է, որը որից հետո է, որը որից հետո է, այնքան լավ են հասկանում են մարդը, որին դուք կարող եք կողքից համարել, որ այս մարդը մի քիչ լավ չի հասկանում այս բանը, չէ, համաձայն չեմ։ Բոլորն էլ շատ լավ հասկանում են ինչ պետք է անեն, իրաց քայլերը դիտեն, թե ինչ ձևով անեն, որ ճիշտ լինի։ Այնպես կարծիք է ստեղծվել, թե մեր հասարակությունը ոչինչի պատրաստ չի, այդպիսի բան չկա։ Շատ էլ լավ պատրաստ են։ Պատրաստ են, ուղղակի կա դրան խանգարող, խաթարող այս process-ները երևույթներ։ Չեմ ուզում դրանց մասին խոսել այսօր, չեմ ուզում դրանք մանրացնել, ասել այս երևույթը, բայց ամեն դեպքում մարդիկ շատ լավ են հասկանում։ Եվ իրանց թերագնահատելը շատ սխալ է։ Եվ չի կարելի։
մարդ է ցույց է տալիս, որ յանի հետո ուրիշ բաներ կա, շատ է ցույց են տալիս, որ չեն հասկացել։ Պարզ Ձեր նախկին եւ ներկա պաշտոնները հնարավորություն են տվել ամբողջական պատկերացում կազմել մեր հանրապետության հասարակական կյանքի ընդհանուր վիճակի մասին։ Շատերը բնութագրում են ճգնաժամային, համաձայն եք այս գնահատականների հետ։ Ես չգիտեմ որ մասին մեր ընդհանուր հասարակական կյանքը, փոխհարաբերությունները, համակեցության ձևը, չասենք միայն տնտեսական։ Հա։ Եթե ամեն ինչն է քաշի առնում, համաձայն չեմ։ Եթե առանցին բաներ ասեք, ես կարող եմ ինչ-որ բաների հետ համաձայնվեի, բայց ընդհանուր ճգնաժամային չի համարի, որովհետև մեր ժողովուրդը ունի բարձր ոճի, առաջին տեղից սկսենք։ Ապացուցել է մի քանի անգամ, որ այն հանգացած պահի, երբ որ նույնիսկ կա խնդիրների շարան, այդ խնդիրները մի կողմ է դրվում, եւ ժողովուրդը կանում է շատ միահամուռ։ Դա մենակ պատերազմը չէ, դա մենակ ապրիլյան պատերազմը չէ, դա շատ տեղերում երևում է։ Երբ որ հարց է առաջանում, մեր երիտասարդությունն է շատ լավ։ Մենք մոռանում ենք, որ այսօր մեր շարժությունը իսկապես է անկախության սերունդը։ Միջելոց Գյումրիում շատ ուշադրություն պետք է դարձվի դրա վրա Շիրակում, որ անկախության սերունդը ինչ ավելի որոշիչ դեր ունենա։ Հանրապետության մասշտաբով ավելի ակտիվ է, քան Գյումրիում, քան Շիրակում։ Սա ասում եմ, ինչի որտեղ էպիզոդիկ է երևում Շիրակում։ Էպիզոդները կապված են մարզում տեղ ունեցող այս կամ այն երևույթի հետ կապված։ Եվ ստեղ տեսեք, որ ասացիք ոչ միայն պատերազմը, այլ նաև կա բազմաթիվ անգամ տեսել ենք երիտասարդությունը ինչ ուժ է։ Ինչ ձև է ներկայանում հասարակական այս կամ այն երևույթի, կոնկրետ ասենք ավելի պարզ ասեմ։ Ենթադրենք մի որևէ ապրանքի թանկացման հետ կապված էլեկտրաէներգիա։ Տեսակ ինչ եղավ։ Սա ճգնաժամային հասարակության պահանջ չի։ Սա առողջ հասարակության պահանջ է։ Սա ճգնաժամային չէ, սա առողջ հասարակությունը իր կյանքը ուզում է թելադրել այս ձևով։ Եվ այդ առողջ հասարակության ցանցն անպայման տեղ հասնում։ Դա այդպես չի, որ օդի մեջ մնաց այդ։ Ամեն ինչից դասել են խաղում։ Բոլորը։ Եվ իշխանությունները այդ թվում նաև։ Իշխանությունները նաև։ Հույս ունենանք, որ ապրիլի 2-ից հետո նորից կխոսենք առողջ հասարակության մասին, նորից հիասթափված գնահատականներ չեն լինի։ Ինձ հուշում եմ, որ մեր ժամանակը աստիճանաբար մոտենում է ավարտին, ձեր ամփոփիչ խոսքը, որն է այն մեկնարկային առավելությունները, որ ունի Ֆելիքս Ցոլակյանը։ Մեկնարկային առավելություններ գաղտնիք է։ Հիմա ասեմ կլսեն, կիմանան, այդ առավելությունները սկսեն պայքարելը, բանալը պետք չի դասելը։ Ես ասեմ, որ ես ազնիվ պայքարի կողմնակից եմ, առաջինը դա։ Երկրորդը որ կողմ եմ նրան, որ մարդուն թողնել ինքը որոշի։ Ստիպել որևէ մեկին կամ կարդալ, դա անօգուտ իզուր գործ է։ Եվ չարչարանք է, որ իզուր թափելու են։ Ուզենայի, որ մարդիկ իրենց կամքը արտահայտեին իրենց ուզածով, սերդի ուզածով բանով։ Ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդը ունի եւ այդ հասկացողությունը եւ ճիշտ մտածողությունը եւ գնալու է ճիշտ դրություն կատարի։ Ուրիշ բան չեմ կարող ավելացնել։ Կրկին շնորհակալություն։ Հաջողություն եմ ցանկանում մեր ժողովրդին, առաջի հերթին, խաղաղություն ժողովրդին։ Խաղաղություն, որտեղ ամենակարևոր բանը այսօր մեր երկրի համար դա է։ Թող խաղաղություն լինի ժողովրդին համար, մնացած բաները արդեն հետագայում կխոսենք, շատ բան կա խոսելու։ Շնորհակալություն հայտնելով հաջողություն ենք մաղթում ձեզ, պարոն Ցոլակյան։ Հարգելի հեռուստադիտողներ, այսպեսին էր այսօր Հորիզոնը, իսկ դուք Հորիզոնի հետագա թողարկումներին հետևեք ժամը 18-ին։